Թրաֆիքինգը մարդու իրավունքների դեմ ուղղված ամենածանր և դժվար բացահայտվող հանցագործություններից մեկն է։ Այն հաջորդական և փոխկապակցված տարբեր գործողությունների ամբողջությունն է։ Թրաֆիքինգը ներառում է մարդուն հավաքագրելը, ստանալը, փոխանցելը, թաքցնելը կամ պահելը։ Այն իրականացվում է ուժի կամ հարկադրանքի կիրառման, սպառնալիքի, վստահության կամ պաշտոնական դիրքի չարաշահման, անձի խոցելի վիճակի կամ կախվածության օգտագործման ու հարկադրանքի մի շարք այլ ձևերով։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2025 թվականի ընթացքում Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի զոհ է ճանաչվել 34 անձ, որից 29 աշխատանքային շահագործման, 5 սեռական շահագործման դեպքերով։ Այս թիվը աճում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և սա վկայում է ոչ միայն դեպքերի թվի ավելացման, այլ նաև բացահայտման ու արձագանքման մեխանիզմների լավարկման մասին։ Թրաֆիքինգի առաջնային նպատակը անձին շահագործելն է։ Այն կարող է դրսևորվել սեռական շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների մատուցման, անձին հակաիրավական գործողություններ կատարելուն դրդելու, օրգանների առուվաճառքի, ստրկությանը կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ պահելու և այլ ձևերով։ Հայաստանը դեռևս տարիներ առաջ ներդրել է թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված հստակ կառուցակարգեր։ Պետությունն իր քաղաքականությունն իրականացնում է դեռևս 2014 թվականին ընդունված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և կառավարության կողմից ընդունված ռազմավարական ծրագրերի միջոցով։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը արդեն 3-րդ տարին է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված կազմակերպություն է թրաֆիքինգի, շահագործման և սեռական բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայություններ տրամադրող։ Անձին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ ճանաչելու գործընթացը իրականացվում է երկու փուլերով՝ նախանույնացման փուլ և նույնացման փուլ։ Նախանույնացման փուլում հավաքագրվում են հավանական դեպքի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները։ Դրանք կարող են ստացվել սոցիալական աշխատողներից, առողջապահական հաստատություններից, իրավապահ մարմիններից, հասարակական կազմակերպություններից կամ քաղաքացիներից։ Նախանույնացման փուլի ընթացքում հավաքագրված տվյալները ներկայացվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը բաղկացած է հավասար թվով պետական և հասարակական մարմինների ներկայացուցիչներից, որը քննում է հավանական դեպքի վերաբերյալ տվյալները և կայացնում է որոշում անձին զոհ ճանաչելու կամ չճանաչելու վերաբերյալ։ Մեր սոցիալական աշխատողը նախ և առաջ հանդիպում է շահառուի հետ, փորձում է հասկանալ ինչ է տեղի ունեցել, ինչ ռիսկեր կան, ինչ աջակցության կարիք ունի, և ըստ դրա մենք սկսում ենք մեր աշխատանքը։ Եթե կան ռիսկեր իր կյանքից սպառնացող կամ ինչ-որ սպառնալիքներ դեպքի ընթացքին խոչընդոտող և խանգարող, ապա մարդիկ տեղափոխվում են կացարան, որի ծառայությունը մենք տրամադրում ենք։ Եթե չկան նմանատիպ ռիսկեր, ապա մարդը կարա շարունակի մնալ իր բնակության վայրում և շարունակի ոնց որ օգտվել մեր մյուս ծառայություններից։ Ծառայությունները բավականին շատ են, մենք տրամադրում ենք սոցիալական, հոգեբանական և փաստաբանական ծառայություններ, էլի դեպքից կախված տրամադրում ենք փաստաթղթերի վերականգնում, իրենց բնակության վայր վերադարձ, եթե անգամ դա այլ երկիր է, բժշկական ծառայություններ ենք տրամադրում, սնունդ, հագուստ, նմանատիպ կարիքների պարագայում ապահովում ենք այդ կարիքները իրենց։ Աջակցությունը տրամադրվում է ինչպես թրաֆիքինգի զոհերին, այնպես էլ հավանական զոհերին։ Աջակցության տրամադրման գործընթացը համակարգում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Յուրաքանչյուր տարի հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունը ապահովում է ծառայությունների տրամադրումը և հասանելիությունը Հայաստանի ողջ տարածքում։
Հայաստանի Հանրապետությունը բարեբախտաբար գիտակցում է թրաֆիքինգի դեմ պայքարի կարևորությունը եւ դրա շրջանակում նաեւ թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խումբն է գործում, որը բավականին ակտիվ է եւ լավագույն աշխատանքային խմբերից մեկն է Հայաստանի Հանրապետությունում գործող միջգերատեսչական աշխատանքային խմբերի մեջ եւ այս առումով շատ կարևոր է եւ պետության դերակատարումը եւ աշխատանքային խմբի այլ անդամների համագործակցությունն ու դերակատարումը թրաֆիքինգի դեմ պայքարում։ Սկսած 2022 թվականից Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն հոսքերի ուղղությունը ակտիվորեն սկսեց փոփոխվել, այսինքն մինչ այդ եթե Հայաստանի Հանրապետությունը ուներ միայն հատկապես աշխատանքային միգրացիայի առումով արտագնա աշխատանքային միգրացիա, ապա 22-ից մենք սկսեցինք նկատել նաև ակտիվ ներգնա աշխատանքային միգրացիա։ Մեր ունեցած արդեն ոնց որ մեր փորձից ելնելով վիճակագրության համաձայն ավելի շատ լինում են աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր, բայց ունեցել ենք նաև սեռական շահագործման դեպքեր եւ հիմնականում Հայաստանի ներսում կատարվող թրաֆիքինգի դեպքերի մասին է խոսքը, անգամ եթե մարդիկ դրսից են եկել աշխատանքային նպատակներով, բայց շահագործվել են այստեղ Հայաստանի Հանրապետությունում եւ այն դեպքերն են նաեւ բավականին մեծ թիվ կազմում, որ հենց այստեղի բնակիչների նկատմամբ իրականացվել աշխատանքային թրաֆիքինգը։ Կամոր թրաֆիքինգը կազմակերպված հանցավորության տեսակ է եւ ինքը անդրազգային կազմակերպված հանցավորության տեսակ է, այստեղ շատ կարեւոր է համագործակցությունը բոլոր շահառու գերատեսչությունների միջեւ։ Առաջին մարդուն պաշտպանող բանը դա իր իրազեկվածությունն է, հա, եթե անգամ ինքը ինչ որ առաջարկ ընդունել է, ինչ որ process-ի մեջ է, եւ եթե ինքը նկատում, անպայման չի, որ ինքը դա որակի որպես trafficking, չէ, բայց եթե ինքը նկատում է, որ մի բան այն չի, չէ, ինչ որ մի բան, չգիտեմ, իրան չեն հարգում, ինքը չի ստանում համապատասխան վարձատրություն, ինչ որ մի բան այն չի, միևնույնն է ինքը դեռ չի ընկալում, որ դա խնդիր է եւ ինքը կարա որևէ կառույց գտնի ու դիմի, ել չեմ ասում հասարակական կազմակերպություն։ Հանցագործները շատ ճկուն միտք ունեն, նրանք միշտ մի քայլ առաջ են, նոր ձևեր են գտնում, նոր հնարավորություններ են գտնում մարդկանց գայթակղելու, խաբելու եւ մարդկանց հաշվին մեծ գումարներ աշխատելու։ Եվ դրա համար այս համագործակցությունը շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք այդ հանցագործության դեմ պայքարը համատեղ ուժերով տանենք։ Մարդկանց թրաֆիքինգը թաքնված հանցագործություն է, որը երկարատև ազդեցություն է ունենում մարդու կյանքի վրա։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանը միանում է կապույտ սիրտ համաշխարհային արշավին, որն ուղղված է թրաֆիքինգի դեմ պայքարին, դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանը եւ հանրային իրազեկվածության բարձրացմանը։